Հրապարակ թերթը գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց նոր ուժ կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում։ Այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները։ Նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր։ Առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, նոր ուժը միայնակ է մասնակցելու ընտրություններին, գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Թերթի տեղեկություններով Փաշինյանի այս պաուզայի գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական տրամաբանությունը, այլ նաեւ օրերս հրապարակված ամերիկյան հարցումները, որի արդյունքներին Փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61%-ը գոհունակություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուց։ Ընդ որում 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58%։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը, հոգևորականների դեմ իրավապահ գործիքակազմի կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս։ Նույնիսկ ընդհակառակը։ Թերթի տեղեկություններով սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը։ Հակառակը հիմա անցել է տակից գործելուն, մասնավորապես եկեղեցու ֆինանսական շարժերին հետևելով, կեղտեր գտնելով, մի խոսքով շոշափելի դոսիեներ հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն եկեղեցու վրա, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանդալում է հայտնվել։ Թերթի տեղեկություններով կրիմինալ պատմություններով հայտնի ԿՊԱ-ական քաղաքապետի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական բարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով առողջապահության նախարարության պետական գնումները ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել։ Առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։ Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31% բաժնեմաս ունի Արֆարմացիա ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի եւ բժշկական նյութերի մատակարարմամբ, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է պարզվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում օրինականացրել է ծննդօգնության կաշառքը։ Ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով շնորհակալություն հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով, նշելով ծնունդ ընդունող բժշկի անունը, այսինքն փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը Նարեկ Զենալյանը հավանաբար որոշել է 3-ին միասին փուռը տալ։ Վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից ասել են, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է, գրում է թերթը։